Աղջիկներս վեպիրում էինք, մեր ուսուցչու հետ էինք զրուցում, մոտավորապես կլինի 1 ժամից ավել է։ Հիմա համ լսում էի, համ մասնակցում, համ էլ գնում եմ երեխաների հետևից, քանի որ Գյորգին աշխատանքի է, իսկ տաքսի սերվիզում տաքսի չկա, չգիտես ինչի բոլորը այսպես զբաղված են, ոտով եմ գնում, պետք է մի հատ Գազպրոմ գնամ, եկան մեր գազի հետ շչոչիկը փոխեցին, պետք է պասպորտը տանեմ, անձնագիրը ցույց տամ, այնտեղից էլ երեխեքին վերցնեմ ու հուսամ այդ ժամանակ մեքենա կլինի, մեքենայով տուն կգանք։ Ոնց է լինի, ես մի ժամվա ընթացքում մի հատ մեքենա տեղում կլինի։ Այս օրերին հիմնականում մեքենաները շատ քիչ են լինում, հատկապես այս ժամերին։ Բատիկները քիչացել են, մեր ժամանակ լիքն էին, վաճառել են երևի, դիվացիա ստացած, պետք է խանութ էլ մտնեմ աղջիկներս, մի 2 բան վերցնեմ, տորթերի համար, տորթ պետք է թխեմ, այդ ասի պետք է մասնակցեմ էլի, առաջադրանքները կատարենք, տեղադրենք էջում և այլն։ 33 տարվա մեջ առաջին անգամ պատրաստել եմ գանաշով կրեմ, որը հոյակապ էր ստացվել, ուսուցչուհիս նայում ասում է հենց էս էլ պետք է լիներ Աննա ջան, շատ ընտիր է ստացվել, սենց փրփուր, այս լավն էր եղել։ Կրեմ չիզը պետք է պատրաստեմ, քանի որ խանութում ուրիշ սլիվկա էր, տոկոսանյությունը քիչ, վերցրեցի, այդպես էլ չստացվեց։ Սառնանում դրածը գնամ լսնեմ խոզերն ուտեն, արանքում խոզերն էլ են շահում, տորթից են օգտվում, ոչ թե տորթից, այլ տորթի կրեմներից։ Տորթը հավաքեց 3, դե փետրվարի 23-ն էր, լծիտիկներին նայեք ինչ սիրուն է։ Եվ այդպես կերանք, շատ համով էր, շատ ընտիր էր ստացվել, նուր, փափուկ եւ այլն։ Էլ չասեմ, չբացատրեմ։ Ինչ ձևեր ստացվել։ Դեռ ընդամենը 4 օր է, ինչ սովորում ենք, գիշերները պարտադիր դասեր անց եմ կացնում, մոնտաժներս եմ կատարում YouTube-ի, որպեսզի ձեզ չթողնեմ, ես ձեզ կորցնեմ, դուք ինձ։ Այդպես սիրուններս, մի փոքր սենց կարճի մասին պատմում, ինչ եմ անում ամբողջ օրը, քանի որ Գյորգին էլ արդեն աշխատանքի է, իմ գործս այսպես ավելի է շատացել, դրսի գործեր, տան գործերը, դե ես ու Սուսան տատիկը իրար հետ ենք այսպես համատեղում, ճաշի մասին կարելի ասել ես չեմ մտածում, Սուսան տատիկն է եփում, ուй, ես գիտեի ծիտի կանգած, էդ էլ ծառի արմատներ, այդպես սիրուններս, պատվերներս սա եկել Վալվրեսից, պետք է վերցնեմ, լիքը գործ ունեմ հիմա ցենտրում անելու, անց 16-ա, երևի թե կհասցնեմ, այս կոմով գնամ, կարճ ճանապարհով, արդեն մամաները գնում են երեխեքի հետևից, թե գնամ երեխեքին վերցնեմ, նոր գնամ, ինչ անեմ, որ հա, գնամ երեխեքին վերցնեմ, նոր անցնենք, մնացած հարցերը լուծենք։ Գնացի աղջիկներս, ձեզ բոլորիդ հիանալիորեն մաղթում, տեսնենք որտեղ կհանդիպենք, երևի թե տանը կամ խանութում։ Բարև ձեզ, ինչ ենք ուտում։ Սունկ ենք ուտում, հոպարի ինչ ա բերել, սունկ ա բերել, Էլինան ուտում ա, նստի։ Սա աբրի գոր հոպարը։ Աբրի գոր հոպարը։ Սպասի մազը հետ հավաքեմ, լողացել ա, լխոչուշներին նայեք։ Սպասի բոլես։ Տեկեր, բարի ախորժակ։ Բարի առավոտ աղջիկներս, մեր վլոգը շարունակվում է, առավոտ շուտ մաքրում եմ այն կաթսաները, որը չհասցրեցի մաքրել փետրվարի 23-ին և 22-ին։
Սկսել էի մաքրությունը եւ այդ ընթացքում արդեն տեսակ խառնվել էինք իրար, փետրվարի 23 էր, պետքա պատրաստվեինք, նշեինք, ու այդպես էլ գործերս կիսատ մնաց, քանի որ իմ գործերը կիսատ ա մնում, որը ես ձեռնարկում եմ ու չեմ հասնում այդ օրերն անեմ, միջև օրը չի հասունանում, որ ես անեմ, այդ ամբողջ ընթացքում իմ ուղեղս հանգիստ չի լինում, չգիտեմ դա ինչ է պայմանավորված, բայց դե այդպես է։ Աղջիկներս հիմա վերցնում ենք ելկաթետնասատկեն եւ մաքրում ենք ալյումինե կաթսաների այն անկյունները, որտեղ որ յուղը շատ է եւ չի մաքրվում։ Մի անգամից սիրուններս փայլացնում եմ, մի անգամից ես ձեզ մոտիկից ցույց կտամ, ինչպես է եւ մի քանի րոպե հետո ինչպես է լինում։ Այս նասատկայով ուղակի հրաշք է։ Այս նասատկայով միայն մաքրում ենք ալյումինե կաթսաների այն հատվածները, որտեղ որ յուղային է եւ կրիշկաները, կափարիչները նույնպես մաքրում ենք։ Նայեք, այստեղ ուշադիր տեսեք եւ 2-3 վայրկյան հետո կտեսնեք, որ յուղը ընդհանրապես չկա։ Որքան էլ որ դու ձեռքով մաքրես, մեկը ինքը անկյունները պահում է յուղը։ Կամ պետքա դանակով այսպես քերես հանես, կամ պետքա չգիտեմ, ուրիշ հեղուկ չի կարելի լցնել ալյումինե կաթսաների մեջ, որովհետև մի անգամից կփչանա։ Ընդհանրապես այստեղ ոչ մի հեղուկ մենք չենք ավելացնում։ Ինչ շատ են գրում, Աննա ջան, ինչ հեղուկներով ես մաքրում, ոնց ես փայլացնում, ինչ նյութեր ես օգտագործում։ Միայն մի մաքրող միջոց եմ օգտագործում, մետել եմ մյուս կաթսաների համար, ընթացքում կտեսնեք։ Մանրամասը նկարահանում եմ, որպեսզի ամեն ինչ բարձ լինի ձեզ համար։ Եվ եթե դուք էլ ունեք այս տեսակ կաթսաներ եւ յուղային է, անպայման մաքրեք այս նասատկայով, եթե հենց չունեք այս պարագեներատորից, մեկ ուրիշը կարող եք ձեռք բերել, ավելի մատչելի տեսակը գնային առումով, իմս 5000 ռուբլով եմ արել, բայց հիմա կարծեմ ներկա պահին 3000 թե 2500 ռուբլի է դառել, շատ մատչելի է, ու հայկականով ինձ թվում է 12000 կամ 13000 դրամ է, քուրս էլ էր արել, այն ժամանակ Արմինեն էլի 5000 ռուբլով էր ձեռք բերել, կարծեմ այն ժամանակ 5000 ռուբլին 25000 դրամ էր, եթե չեմ սխալվում։ Հա, կարծեմ 25000 դրամ, 5000 ռուբլին, եթե 10000-ը 40 քանի հազար է, 48000, բնականաբար 5000-ը կլինի 23-24000 դրամով արել ու շատ գոհ է ինքն էլ։ Հիշում ենք, որ պարագեներատորի մեջ ոչ մի մաքրող միջոց չենք ավելացնում, որովհետև միգուցե ինքը խցանում առաջացնի եւ շատ շուտ վառվի։ Ես արդեն կլինի մոտավորապես 10-12 անգամ իրեն օգտագործել եմ, որովհետև ընթացքում եմ օգտագործում, չեմ նկարահանում, բայց քանի որ ալյումինե կաթսաները մաքրելուց հետո եւ մնացած կաթսաներս մաքրելուց հետո այսպես մեծ արձագանք ստացավ, թե Աննա ջան ինչպես ես մաքրում, ուզում ենք իմանալ հեղուկի անունը եւ այլն, որոշեցի եւս մեկ անգամ ձեր հետ կիսվել, երևի թե այլևս այս տեսահոլովակներով ձեզ չեմ ներկայացնի մաքրությունը, այնպես որ այս երևի առաջին վերջին անգամ է, ուշադիր նայեք, որպեսզի դուք էլ փայլացնեք եւ այդպես։ Եթե ընթացքում հետևորդներից թիվը մեծանա, բնականաբար ընթացքում մեկ անգամ էլ ցույց կտամ, որպեսզի ձեզ համար ավելի པարզ լինի։ Աղջիկներս անցած վլոգում ասել եմ, որ այս սետկայի ներսի գուբկան ես հեռացրել եմ, որպեսզի սետկան ինձ ենթարկվի եւ այդ պահին Գյորգին ուղակի, չգիտեմ, ուշ կանցավ։ Ոնց պետք է սետկան քեզ ենթարկվի, այսինքն պետքա քո ձեռքին հարմար լինի, որպեսզի կարողանաս իր հետ աշխատել։ Վերցնում ենք սետկան եւ սև օճառ։ Ամենաառաջնայինը սև օճառն է, պարագեներատորը, սև օճառը եւ ազելիտ կլինի, մեկ ու այլ մաքրող միջոց կլինի։ Այդ երեք եւ ձեր ձեռքի ուժն է ձեզ անհրաժեշտ, որպեսզի արդյունքում ստանաք փայլուն, պսպղան կաթսաներ, նաեւ թավաներ եւ այլն։ Ինչ ունեք մաքրելու, կարող եք մաքրել։ Աղջիկներս եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն, շնորհակալ եմ շատ ձեր ջերմ վերաբերմունքի, մեկնաբանությունների, հավանությունների համար։ Իս սրտե զգացված եմ, սիրուններս։ Շնորհակալ եմ բոլորիցը, ձեր սրտիկները, որ ուղարկում եք, այն սիրուն երկար մեկնաբանությունները կարդում եմ, ուրախանում եմ, պատասխանում եմ։ Անչափ շնորհակալ եմ։ Ես այստեղ հասկանում եմ, որ իմ արած գործը իզուր չի։ Ուզում եմ իմանաք, բոլորիդ շատ սիրում եմ, գնահատում եմ եւ շատ կարեւորում եմ։ Անչափ զգացված եմ, սիրուններս։
Ժամանակ եկավ մաքրենք այս կացան։ Շորիկ չկոսում ու։ Հորա, կնա տեսուր է, կնա բեր, կդի, կնա։ Կելերտան կուր կնգ ավանա շարուր է։ Կլոր է կիրևին նետեղ անկավ։ Կել է, դու բերնա շարուր կդի։ Ալի։ Հա, ոնդ է դիվին է։ Կնացի։ Այն ժամանակները մոտավորապես 15-16-17 տարի առաջ մենք մաքրում էինք բեշկի մոխիրով, հատկապես ալյումինե կաթսաները, որոնք նրանք այդքան մոդա չէր, կամ էլ այն մարդիկ ունեին, ովքեր որ բավականին հարուստ էին, հա, պրեստիժ էսպես ապրողներ էին։ Մենք մաքրում էինք մոխրով, հողով, հատկապես նոր տարվա գիշերը, ու արդեն որ նոր տարին պետք է գար, ոչ թե գիշերը, այլ մոտ էր էլի, պետք է պարտադիր մեր կաթսաները փայլեր։ Այնքան էինք մաքրում, որ արդեն ծաղկում էր։ Մեր ջուրը կրովի էր, սիպտակ գիտոններ ունեին, այդ գիտոններով տարաներով էինք բերում ջուրը, այդ տարաներն էինք ցեխով և մոխրով մաքրում։ Այստեղ կովիդ փորն ենք եկել, դրա համար մերսը այդպես լավ մուտք էր։ Այս լիմոնի աղով եռացրեցի, աղջիկներս գրել էին աննաժան լիմոնի աղով արա կմաքրվի, ընդհանրապես փոփոխություն չեղավ։ Թե լիմոնի աղն եմ քիչ լցրել, թե ինչ չգիտեմ։ Դրա համար ասի ավելի լավ է իմ տարբերակով այլացնեմ։ Մի օր պետք է տանջվեմ, բայց սաղ մաքրեմ դրչացի։ Սուտա։ Առավոտ տաք էր։ Առավոտ տաք էր։ Ես որ կողմ էի գնում, անեն սովն էր եղանակը։ Փոխվում էլի։ Զոյան չի ծարքնենք, մի ատանդ միչում անենք, է? Մեր այդ միչումն է սուրճն է, հայ ճան, ճան, ես տես սիրում եմ, ասա ես նույնպես, Դեպշտացյան, ապասյան։
ամբողջովին ձեր հետ մաքրեցի, որ տեսնեք, որ ուրիշ ոչ մի բան չեմ անում, բացի սև օճառից։ Հայ ջան։ Հա, բանես։ Ընդամենը 37 ռուբլի եւ կացանը կպսպղա։ Ասում եմ առաջ, որ մոխրով ենք փայլացնում։ Ավազով ման։ Ավազով, հողով, սև հողով։ Առաջ համարյա սաղն է պեշք էին, չէ՞ վառեմ, պեշքի շուշուտ էր մրոտվում։ Коробка, это мама нужна։ Այս բանը, պեշքի մոխիրով, լավ կոպցնում էր։ Փայլում է։ Ճակի դնում մենք սպասում Բաներ երկու որ շփում էին։ Հետո սովորին, որ պետք է այդ կասանը կողքը բանկսես օջախի վրա, ամաններ հեղուկ։ Հեղուկ չէր, պաստի նման բաներ ամանի։ Սում էինք։ Ու շփել։ Հետո լվանում սաղտե շուտում մոտորվում է։ Մոքր էին, ծես են ուքսում։ Ամաների կուղելով, հետո մաքրել էին։ Մենք շատը մոխրով ենք անում։ Այդ լսինք, ես արդեն մի հատ հատուկ չեմ տասում դա։ Օջախի համար մի պարում է։ Հա։ Հետո դենց էլ դրած է, պրեքնացը գելա պեքիդի։ Մի հատ տեսեք։ Ինչից, ինչ դարավ, խնդրեմ։ Հատուկ չեմ անջատել, որ սաղ ձեր հետ անեմ, որ հետո այսպես հարցեր չառաջանան։ Ինչ արիր, ոնց արիր, շատ հեշտ ու արագ։ Ստեղ տուրիստ չի գալի, մի հատ էլ անցնում եք պատվատով, հատ անների, պաստայով։ Այլ ասում են, որ շողում է, մի գրամ, իր վրա, իրա բանից չկա, այս սև, են ալա ինչա։ Խնդրեմ, հիշում եք ներսը, ահա, տեսեք ինչպես է շողում։ Ոնց կարաս չսիրես այս ալյումինի կաթսաները։ Դու սիրվելու բանա։ Հատկապես որ փայլում է։ Հա։ Ես սիրում եմ ալյումինի կաստուրգին։ Ալյումինիստ ասել է։ Հա։ Ես դրան չին սնունդիսն համ եմ զգում։ Ալետքեք նարեն գենեն մեգա։ Կուլտուրական։ Ոյ։ Ասում են վտանգավորը, մեկ շփի, թույնը արտադրում։ Հայ։ Այդ միս կացաներ ինչով է պատրաստած, որ թույն չկա մեջը։ Այստեղ կաթսաներ կան, կարծեմ բժշկականներ։ 100,000 ռուբլի էր մի հատիկը։ Նկարահանել եմ նույնիսկ եթե հիշում եք։ Հիմա անցնում ենք այս սիրուններին, քանի որ այստեղ էլ չունեմ, այլումից ոչ մի բան։ Մտենամ, չէ, այստեղ չկա։ Անցնում ենք այս գեղեցկուհիներին։ Այս էլ հատուկ ձեր համար չեմ լվացել, ճիշտ է, իրենց կափարիչները առանձին են օրը լվացին, կամ 23-ն էր, թե 22-ը, հետո այդպես գործս կիսատ մնաց, չշարունակեցի։ Լուսամուտները նույնիսկ դեռ չեմ մաքրել, ասեցի կաթսաները վերջացնեմ, հետո նոր անցնենք առաջ։ Այստեղ էս տեսակ սենց մոտիկից ցույց տամ, որ հետո տենակ հասկանաք, որ ոնց է մաքրվում, ինչպես է մաքրվում։ Այստեղ մենք պարագեներատորը չենք օգտագործում, քանի որ իր այս հատվածներին շատ մաքուր է, փայլում է, դե ոչ մի բան չկա, որ յուղային ինչ-որ բաներ հանեմ։ Դրա համար էլ ինքը ինձ անհրաժեշտ չի։ Իսկ այստեղ ինձ անհրաժեշտ է միայն ասա ցույց տամ։ Մաքրող միջոց, պրոֆեսիոնալնի, դե պարտադիր չլինի պրոֆեսիոնալնի, ազելիտն էլ է լավ օգնում,
Եվ հիմա ինչպես եմ մաքրում, մաքրելու են գազօջախի վրա իրան ամբողջովին, նույնիսկ շփելու եմ էլի սև օճառով, հաճան։ Էսի բալես, էսի կապալի չբեր, հա։ Արսենի ավտոսը, ավտոն։ Ջուր ենք լցնում մի փոքր, դնում ենք եռումը, հենց տեսնում ենք արդեն սկսել է եռալը, դրսից արդեն ցույց կտամ ինչ ենք անում։ Այստեղ մեզ պարագեներատորը անհրաժեշտ չի։ Պարագեներատորը մենք մաքրում ենք իր կափարիչները։ Անցած վլոգում ցույց եմ տվել ինչպես ենք մաքրում։ Եվ էմալից այս թավաները, որ ասում եք Աննա ջան, պարագեներատոր կայլակսել թե ոչ։ Այստեղ պարագեներատորը ընդհանրապես չի կպնում, իսկ տակի հատվածը ես տաքացնում եմ սովորական ջրով, տեսեք իր ներսինքը մաքուր է, այն փոքրի նման չի, փոքրը շատ օգտագործվել եւ իր տեսքը գցել է, շուտով իրան կփոխեմ։ Այստեղ այս տակի հատվածը պետք է մաքրենք, ինչ ենք անելու, ջուր ենք լցնելու, թողնելու եմ լավ եռա, որպեսզի տակը լավ տաքանա։ Մաքրող միջոցը փչում ենք այնքան, որ ինքը այս կողքերից դուրս չգա, հանկարծ իրան չկպնի, եթե իրան կպա, կփչանա ձեր թավաները։ Իսկ այս հատվածները ես մաքրում եմ ուղղակի սովորական այս սետկայով։ Պարագեներատորը իրան չի կպնում, այս հեղուկներից հատկապես չի կպնում, եթե կպավ միանգամից գույնը կգցի։ Ես ունեի Էնից տեսակ թավաներս փչեցի եւ ամբողջ այսպես թլվավ, փչացավ իմ ապրանքս։ Դրա համար փչացավ կաթսաները։ Այդ իսկ պատճառով աթոռ ես ուզում, զգուշ ենք վարվում հետը։ Գործ ենք անում ուղղակի շատ ուշադիր, որ հանկարծ չփչացնենք։ Ամեն գործ ունի իր նրբությունը, աղջիկ ջան։ Եթե բոլոր կանոնները սիրով պահպանեք, արդյունքում ամեն ինչ համ մաքուր կլինի, համ երկար կծառայի, համ էլ չի փչանա։ Անցան գործի։ Այլինան մածոն եւ պեսոկ է պատվիրել, ջուր ենք լցնում, մի փոքր, որ շատ չվարվի պատսաններպես, այնքան որ մոտավորապես 1 լիտր ու դնում ենք եռա։ Այս մի 3 հատներ փայլացնեմ ու վերջ գնամ 10-ից։ Որպեսզի լավ եռամ, գործս էլ արագ լինի։ Ինչքան գազի վրա սնունդ ունեք, կհեռացնեք, թավաները նույնպես, որպեսզի ձեր թավաները չփչանան։ Ես ամբողջը հեռացնում եմ։ Զգուշ կվարվեք, ջան, որպեսզի մամաս չծար։ Գազօջախի վրա եմ փայլացնելու, այնպես որ մնացեք միջև վերջ, որպեսզի տեսնեք։ Դուռը փակելին է ջան։ Սուսան տատիկը տեսեք ինչ ընտիր մածուն է մերը։ Նայեք։ Ոնց որ պանիր լինի, հլը տեսեք։ Շատ լավ է ստացվում։ Շուտով ես է պետք է մերելը սովորեմ։ Եկավ իմ ամենասիրած պահը։ Ջուրը արդեն եռում է։ Հիմա ուշադիր նայեք։ 1, 2, 3 վերևից ենք փչում, որովհետև վերևը արդեն մաքուր է, մեզ պետք է որ տակի հատվածը մաքրվի։ Ընթացքում գազօջախն է մաքրվում, չնայած մաքուր է, բայց դուք մի հատ ստեղ տեսեք ինչ անում։ Ես մանրամասը ձեզ ցույց տամ։ Այս չի կարելի փչել ալյումինե կաթսաների վրա, որովհետև ամբողջովին կփչացնեք, միայն փչում ենք այս տեսակ կաթսաների վրա։ Այնպես որ ուշադիր կլինեք։ Կամ պապիկնա, կամ էյրիկնա։
Ամբողջ կացան, այսպես սիրուն փչում ենք։ Ափսոս, որ ես ձեռնոցով չեմ կարող, ձեռնես էլ արդեն սկսեց մռմռալ։ Աղջիկներս վերջացրեցի, բոլոր կաթսաները փայլացրեցի, ինչպես տեսնում եք, շողում է, պսպղում է։ Եթե լվակի ցույց տված ձևով, ձեր կաթսաներն էլ այսպես կփայլեն։ Բարև ձեզ, այսպես ներսն է ցույց տամ, որպեսզի տեսնեք, հիմա պետք է իրան մի հատ օղով չորացնեմ եւ վերջ։ Սրճեփը Դե կրեչկաներն էլ արդեն տեսել եք, էլ իմաստ չկա, եւս մի քանի անգամ ցույց տալու։ Այս բոլորը սենց Ոյ Այս էլ իմ աշխատանքի արդյունքը։ Ձեռքերս էլ տեսեք ինչ վիճակում է գտնվում։ Շուտով կվերականգնվեն, ոչինչ չկա։ Տարակները մաքրելով դուրս եմ գալիս, ահա։ Փայլում, շողում, փակում ենք։ Այստեղ է տորթերի համար ինչ որ նախատեսված է, այստեղ է ամեն ինչ դասավորված, մաքուր, հավաքված։ Այսպես սրբում եմ, համ էլ դասավորում եմ, հերթով այսպես դասավորելով սրբելով առաջ եմ գնա։ Կաթսաները մաքրվեց, ձեռքի հետ էլ գազօջախը փայլեց։ Ճիշտ է փայլում էր, բայց էլի փայլելու կարիք էր զգում։ Մնացել է այս երկու դարակը լվանամ, եւ ինչով եմ լվանում, որ նասատկայով, այս նասատկայով, որ խոլ մոլ են չորացնում, որպեսզի մեբելը շատ չփչացնե։ Ну, ոչ թե շատ, այլ վնաս չտամ։ Գալիս եմ, Էրիկ ջան, այս է վերջացնում եմ ու գամ, բալես գազն է սրբում եմ ու գամ։ Այս այ կա, կամ ստուգեմ նոր գրի ազիզ ջան։ Դե այս ամեն օր մաքրվում անես, որ ես ինչ ձև կեղտոտա, ամեն օր, ամեն այն տունը մաքրելուց անընդհատ քսում ենք, բայց թե փոշի է, վերցնում է իր վրա եւ այս ձև պետք է մաքրվի։ Այս հատվածները, այն կողմեր արդեն փայլում է ուղղակի։ Տեսեք, մաքուր է, բայց մի հատ սրբելը չի խանգարի։ Աղջիկ ջան, հիմա լվացել եմ այս գդալի համարները, հետո տեղավորենք ու վերջ։ Այսօրվա մաքրությունը խոհանոցում համարում ենք վերջացված, ավարտված։ Կմնա լուսամուտները, հետև արդեն վաղը, որովհետև այսօր էլ ձեռքես մեջ ջուր չկա։ Так, ընդհանրապես 6 հատ հատարակաղ եմ դնում, 6 հատ դնում, թե 12 հատ դնում։
Աղջիկներս ամբողջը մաքրվեց, հավաքվեց, դասավորվեց։ Այստեղ տեսեք ինչ սիրուն էսպես ույուտ եմ ստեղծել։ Էսպես սիրուն անկյունը, ահա, նայեք, այս տորթիս համար է, գիտեք չէ, բայց մի հատ մեծն եմ պատվիրել, որ ավելի պրոֆեսիոնալ էսպես սիրուն կրեմը քսեմ։ Այս թողել եմ այստեղ սուրճի, աղի եւ շաքարավազի համար։ Հայ ջան։ Ինչ ես ուզում։ Դե ինչ սիրուններս գնամ մոնտաժս սկսեմ, վերջացնեմ, որպեսզի մինչև ժամը 9:10 տեսահոլովակը լինի ալիքում, ինչպես միշտ։ Այո, նայեք, գալիս է։ Ուր ես գալիս։ Ինչ ես նայում։ Հանկարծ չպրացնես։ Չի կարելի։ Նայեք։ Կարող ոտակ անես ու տա սաղ թափես բալես։ Չթափես հանկարծ, ակուրատնի արա։ Ահա։ Այսօր ամբողջ օրը անցավ կուխնյայում, որի համար շատ ուրախ եմ, որ այսօր տրամադրեցի ամբողջ օրս կուխնյային, խոհանոցին, վաղն էլ լուսամուտները կմաքրեմ եւ վերջ։ Այստեղ կարելի ասել վերջ։ Ու վերևի են դարակի շուշեղենները, բաժակներ կա, որ արդեն գույնը գցել է, պետք է իրանց հեռացնեմ, նորերը տեղադրեմ։ Որ ես այսպես ամեն օր նայեմ, իմ մոտիվացիան տեղ լինի, այդ պիսոք չէ, այդ աղա չի կարելի ձեռ տալ բալես, որ կարողանամ անցնել իմ գործերին։ Թեյնիկն է լվանանք եւ վերջ։ Չայ ես ուզում։ Երեք միջև լողացրել եմ աղջիկեք ջան, կյանքիս կեսը անցել է։ Խուճուճիս։ Խուճուճ, հլնայք, փոփոխների։ Գիշերն է մազերը ֆենել եմ։ Հլնայք, ենքանա երկարել, ոնց որ հատուկ տարած լինեմ Վարսավիրանոց։ Իմ մազերի գույնն է ես ձև եղել։ Թե ասա Աննա ջան, ինչին ներկեցի։ Ճահելություն արեցինք, մազերներուս փչացրեցինք, լնայք ինչ սիրուն է։ Ոնց որ հատուկ սարքած լինի։ Հələ մի հատ է սենց արա։ Հետև ես, կես։ Աստեղ էլ աղջիկներս Սուսան տատիկը բորշ է պատրաստել, չորացած ռեհան է, այնպես որ կգաք համ տեսենք։ Գնացինք գազօջախի մոտ։ Աղը արդեն արել եմ, գրեթե պատրաստ է, 2 րոպե մնա եւ վերջ։ Ախորժելի, միժարի տասկացի։ Միսը ես նախապես կարմրացնում եմ, հետո նոր ավելացնում եմ կարտոֆիլը, որպեսզի կարտոֆիլի այսպես հյութի մեջ միսը լավ եփվի։ Վայ չուտողին։ Ուտեք։ Հա? Ապաստակ։ Որտեղից։ Ուտեք։ Հա, խիչենք։ Բայդի։ Հա? Գյորգին աշխատանքից տուն է վերադարձել ու միանգամից եկել ենք խանութ։ Աղջիկներս գնացել ենք Վայլբրես, Աստղիկս էլի նվերներ էր ուղարկել, ինձ մարտյութի համար, Երիկին պլասիլին։ Գնացինք, որ վերցնենք, եթե փակ էր։ Ինչ է։ Ձունա։ Ձու է։ Դա։ Մադարի։ Մանдарին։ Նարինջ եւ բանան։ Բանան։ Մարիային ու Սոֆիային էլ ենք տվել է, տարել ենք, արդեն քնում էինք, քնից հանեցինք, տվեցինք ու եկանք։
այստեղ էլ հոպարի կողմից այսպես խնձոր ենք նվեր ստացվել։ Ահա։ Տեսակ սենց խնձորները։ Mia bana. Մի հատ բանան, Da. ուտեմ ես կու լեզուն։ Umanati. Խի գնացի։ Գնացի, որ քու համար մանդարին առնեմ գամ, ասում խի գնացիր։ Bana bezi. Հա։ Պապանա դե։ Հիմա բանան տամ, թե մանդարին տամ։ Հա։ Սկանա։ Հա։ Սեղանին հաց կա։ Baba. Ինչ ես ուզում, բանան թե մանդարին։ Bana. Բանան։ Դե բեր լվամ։ Այլ պատճառ։